Պարոն Պողոսյան, ինչպես կգնահատեք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումով պայմանավորված, գիտենք, որ հայտարարությունից հետո անմիջապես հետևեց Նիկոլ Փաշինյանի գրառումները, սպառնալիքները, ինչից հետո տեսանք, որ տան խուզարկությունը սկսվեց, դրանից հետո արդեն նրա ձերբակալությունը, որը փաստաբանները որակեցին բացառապես քաղաքական հետապնդում, ինչ դիտարկումներ ունեք դուք։ Միանշանակ սա քաղաքական վրեժխնդրության դրսևորում էր, այլ կերպ էս ամեն ինչ բնութագրել հնարավոր չի ու չեմ կարծում, որ որևէ մեկն էլ կարողանա սա հիմնավորել։ Մենք ականատես եղանք Facebook-յան արտարադատության, այսինքն հստակ ձեր նշված անձը իր Facebook-յան էջով տալիս էր հստակ ցուցումներ եւ յուրաքանչյուր տված ցուցումից հետո մենք տեսնում ենք, որ կատարվում են որոշակի գործողություններ։ Մասնավորապես, եթե նույնիսկ իրավական առումով մենք նայենք, տեսեք Սամվել Կարապետյանը ինքը ասել էր մենք կունենանք մեր մասնակցությունը այս հարցում։ Այ մասնակցությունը դա իր մեջ որևէ սպառնալի կամ այնպիսի գործողություն, որը քայլորեն պատժելի է, չէր պարունակում, բայց անմիջապես դրանից հետո, երբ որ Փաշինյանը մեջ բերեց արդեն Սամվել Կարապետյանի խոսքերը, ինքը շատ արագ մանիպուլացրեց եւ դիտավորյալ օգտագործեց միջամտություն արտահայտությունը։ Եվ այդ միջամտությունը ինքը համարեց, որ դա պետության գործողությունների նկատմամբ է միջամտություն եւ սրանով ինքը արդեն այսպես ասած կարեց քրեական գործը ու ցավալի էր որ նաեւ շատ հանրային գործիչներ, նաեւ շատ լրագրողներ այդ հանգամանքին ուշադրություն չդարձրեցին եւ ինչպես շատ դեպքերում վերջին տարիներին իրենց կամքից անկախ դարձան Նիկոլի ստի հաստատողները, ստի տարածողները իսկ առհասարակ եթե մենք վերջին օրերին նայում ենք իրավաբանների կամ իրավապահների գործողությունները հերթական անգամ հասկանալի էր որ այսօր ամբողջ իրավական համակարգը ինքը զբաղված է ընդամենը մեկ խնդիր լուծելով Նիկոլ Փաշինյանի կյանքը անվտանգությունը ապահովելով եւ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած երազանքները եւ նրա անտրամաբանական ցանկությունները կատարելով սա հերթական ապացույցն էր այն բանի որ Հայաստանը ինքը մեկ մարդու կողմից Facebook-ով եւ WhatsApp-ով կառավարվող երկիր է սա հերթական անգամ ապացուցեց մի բան որ Հայաստանը սարսափելի հեռու է ժողովրդավարությունից եւ իրավական պետություն լինելուց արդարոց կարծում եմ ոչ մի բան չկա որովհետեւ տարիներ շարունակ մենք միայն նմանատիպ դատավարություններ ենք տեսել Վերջին հաշվով ուղիղ 2 տարի է Արմեն Աշոտյանը գտնվում է նախնական կալանքի մեջ 2 տարի նախնական կալանք հասկանում եք սա ուղղակի աբսուրդ է Երբ մարդուն ոչ թե փորձում են դատաքննություն իրականացնել, փորձում են արտարադատություն իրականացնել կամ հանգամանքներ բարձել, այլ ուղղակի ցուցումով պատժում են, որովհետև այդ նախնական կալանքը ինքը տվյալ դեպքում իր մեջ արդեն պատիժ է ենթադրում։ 2 տարի հնարավոր չէ էլի մարդուն այդ կալանքի մեջ։ Փորձեմ մի փոքր անհամեստ լինել, երեք վերաքննիչ դատարանը հերթական անգամ մեջես դատախազի բողոքը ընդդեմ նրան, որ Սևանի դատավորը ինձ արտարացրել էր։ Այսինքն եւս վերաքննիչով ես արտարացվեցի, բայց դրանից առաջ 8 ամիս ինձ զրկել էին ուղղակի խոսելու իրավունքից։ Ինչ է սա, եթե ոչ Հայաստանում ուղղակի ինչ-որ մեկի ցուցումով մարդուն առանց դատարանի պատժելու։ Այդ կալանքները իրենք դարձել են զուտ պատժիչ գործողություններ եւ այս պահին Նիկոլ Փաշինյանը ինքը պատժում է Սամվել Կարապետյանին, որևէ այլ բան էստեղ իրավաբանություն մանկալ պետք չէ։ Սամվել Կարապետյանը ուղղակի այս պահին գտնվելով արմով իր քրեակատարական հիմնարկում ինքը ոչ թե նախաքննության շահերից ելնելով կալանքի մեջ է որ նախաքննությունը ինչ-որ արդյունք ունենա, ոչ, այդ մարդը այս պահին արդեն պատիժ է կրում։ Իրեն ոչ թե պետք է ասենք կալանավոր կամ կալանավորված անձ, իրեն ուղղակի արդեն կարելի է նաև ասել դատապարտյալ, որովհետև իրեն Փաշինյանը իր կաբինետում նստած իր համակարգչով արդեն պատիժ է կրել։
Վաղը մյուս օր այս իրավիճակը շարունակվելով դուք ականատես կլինեք, որ մի օր էլ ինքը արդեն կսկսվի ուղղակի մահապատիժներ գրել իր Facebook-յան էջով եւ մարդկանց փողոցում կգնդագահարեն որպես արտարադատություն, այսպես ասած։ Պարոն Պողոսյան, տեսեք, իրավաբանները ասում են առանց հիմքի ապօրինի են ձերբակալել Սամվել Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ պարզաբանումն է բերում, որը շատերը անհեթեթ են համարում, հեծի հետ կապված, ասում է հովարային անջատումների հետևանքով ես իմ մարզային այցելությունների ժամանակ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում բնակիչներից, դժգոհություններ եմ ստանում, որ այդ անջատումների պատճառով սառնարանս է վառել, հեռուստացույցս է վառել, ինքը այսպես այդ ամեն ինչը փաթեթավորում է տեխնիկական խնդիրներով, իր այս արդարացումը ինչպես եք մեկնաբանում, ասում է, որ դեռևս մեկ ամիս առաջ էր հանձնարարական տվել, որպեսզի զբաղվեն հեծի խնդիրը։ Հետաքրքիր բառ օգտագործեցիք, արտարացում, այո, սա արտարացումը եւ սովորաբար այս կյանքում արտարանում են գողերը եւ անառակները։ Ինչը նաև նորմալ է Փաշինյանի դեպքում։ Իսկ ինչ վերաբերվում է նաև այդ տրամաբանությունից զուրկ արտահայտություններին, այսինքն դու մարդուն ձերբակալում ես մեղադրելով, որ ինքը փորձել է պետության գործողություններին միջամտել եւ դրա հետ զուգահեռ դու նաև խոսում ես հեծի հովարային անջատումների մասին, այսինքն էներգետիկ ճգնաժամ է առաջացնում։ Առավել եւս դու դրա համար որևէ հիմք չունես Սամվել Կարապետյանին ձերբակալել, որովհետեւ Սամվել Կարապետյանը չի գնում, չէ, առանձին այսպես ռուբիլնիկների գյուղի անջատում, հետո միացնում, չէ, այդ մարդը հաստատ ռուբիլնիկներին մոտիկից չի տեսել։ Այստեղ խնդիրը զուտ ինքը հերթական անգամ փորձում է այն անկարագետ կներեք բառիս համար, բայց այլ բառ հայերենում չկա, աբիժնիկ չստացված իր նման կեղդոտ հատվածին ինքը փորձում է դուր գալ եւ դուր գալ նմանատիպ էժանագին արտահայտություններով։ Նույնիսկ այս մասը բացարձակ չարժի էլ անդրադառնալ, որովհետեւ իրականում մենք առանց այն էլ վերջին 7 տարին շատ ենք մեր դաստիարակություններից, մեր կրթական ցենզից ցած իջել, որ կարողանանք իրենց պատասխանել, եկեք էլի ավելի ճիշտ ենք, հա։ Սամվել Կարապետյանին 2 ամսով ձերբակալելով ինչ հարց լուծեց Փաշինյանը, գիտենք, որ ամսի 20-ին Անկարա է գնալու, ինչ մամուլում տարբեր այսպես ինֆորմացիաներ հասան, որ հեծը պատրաստվում են թուրք բաժնետիրոջ վաճառել, ինչ կասեք այս մասով, ինչքանով իրար հետ կապ ունեն։ Ես չեմ ուզում ուղղակի խոսակցությունները մեկնաբանել, բայց չեմ էլ զարմանա, եթե նաև նմանատիպ հարց լինի, բայց իմ կարծիքով, եթե միայն դրանով բրզնենք, հեծը թուրքերին տալով, եթե բրզնենք, ուրիշ բան չտա, ես կարծում եմ արժի նաև ուրախանալ, ավելին ցնծալ, բայց ես մտածում եմ, որ Փաշինյանը վաղուց է արդեն մեզ բոլորիս, նաև ձեր կայքը, նաև այս գրասենյակի ինձ բոլորիս ինքը վաղուց արդեն հանձնել է թուրքերին եւ երևի գնում է այդ ճանապարհին ինչ որ մեկ քայլ ավել անելու։ Իսկ ինչ վախեր ունի Նիկոլ Փաշինյանը հենց կոնկրետ անձերից, հենց Սամվել Կարապետյանից։ Նիկոլ Փաշինյանը վախենում է ցանկացած հեղինակություն ունեցող մարդուց, ցանկացած կայացած հայից։ Նիկոլ Փաշինյանի համար առհասարակ ցանկացած հայ ադելու չափ վախենալու է։ Այսինքն ինքը յուրաքանչյուրին էլ ադում է եւ յուրաքանչյուրի մեջ ինքը ում մեջ տեսնում է որոշակի վտանգ, որը սպառնում է իր ատորին, ինքը պատրաստ է ամենածայրահեղ քայլերին։ Այս ուղղակի զարմանում եմ, որ ինքը միջև հիմա իրեն, չգիտեմ, կողակիցներ, ընկերուհիներ ով էր, միջև հիմա դրան չի սպանել, որովհետեւ այսօր այդ կնոջ մոտ չափազանց մեջ հավակնություններ կան իշխանություն վերցնելու, ես չգիտեմ ոնց ինքը այդ ամեն ինչը չի նկատել եւ միջև այսօր այդ դեմը չի արել, որովհետեւ ինքը նույնիսկ իր երեխային է պատրաստ զոհելու հանուն իր ատորի, որը այդքան շատ սիրում է, ամեն ինչից շատ է սիրում։